Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև։ Պարոն Բաբայան, քարոզարշավի 5-րդ օրն է, լսում ենք ամենատարբեր տեսակետներ, կարծիքներ, ծրագրեր, գաղափարներ։ Ինչի մասին են այդ գաղափարները, ծրագրերը, տեսակետները, արդյոք Հայաստանի Հանրապետությանն այսպես շահերը, իղձերն են, այսպես ինքնիշխանությունն է արտացոլված դրանցում, թե կամ հայ ժողովրդի իղձերը, ցանկությունները, երազանքները, թե ոչ միայն։ Ծավալուն հարց տվեցիք, որտեվ իրականում հայ ժողովուրդը շատ տարբեր է եւ չի կարելի ասել, որ ամբողջ ժողովրդի իղձերը, այսպես ասած, տեղավորվում են մի տուփի մեջ կամ մի ուղղվածության մեջ եւ ակնկալիքներն են տարբեր եւ առաջարկություններն են տարբեր։ Կարծում եմ կարելի է բաժանել երկու մասի այն ծրագրերը, որոնք կարող են նույնիսկ շատ իրարից տարբերվեն, բայց այդ ծրագրեր գրողները եւ այդ ծրագրեր հետապնդողները առաջնորդվում են ըստ իրենց տեսակետից Հայաստանի շահերով, ասենք ասենք։ Եվ կան, կարծում եմ, ուժեր, որոնց համար ոչ այդքան կարևոր է Հայաստանի շահը, ինչքան ուրիշ երկրի շահը, սա էլ կա։ Շատ ավելի բաց խոսեմ, որտեվ ես ոչ քաղաքական գործիչ եմ, ոչ պետական գործիչ եմ, որպեսզի, այսպես ասած, դիվանագիտական տերմինաբանության մեջ փորձեմ տեղավորել մտքերը։ Մենք հաճախակի ասում ենք պրոռուսական ուժեր։ Իրականում դրա մեջ վատ բան չկա, բայց խնդիրը ոչ թե դրա մեջ է, որ Հայաստանում կան պրոռուսական ուժեր։ Խնդիրը մեջ է, որ Հայաստանում կան ռուսական ուժեր։ Պրոռուսական ուժեր նշանակում է հետապնդել կամ առաջնորդվել քո երկրի շահերով, օգտագործելով նաև ռուսական կողմնորոշում, ասենք ասենք։ Ռուսական ուժը նա նշանակում է առաջնորդվել Ռուսաստանի շահերով, օգտագործելով Հայաստանը։ Հիմա այդ ուժերը ըստ էության Ես կարծում եմ այդ ուժերը կան միանշանակ, որտեվ ամենայն դեպս երբ լսում ես իրենց առաջ բերած թեզերը, հասկանում ես, որ նրանք ոչ այդքան ուղղված են մեր հանրությանը, ինչքան ուղղված են օտար երկրի ղեկավարությանը։ Բայց ընտրողը մեր հանրությունն է այստեղ էլ։ Ընտրողը մեր հանրությունն է եւ դրա համար ես կարծում եմ, որ նման ուժերը ոչ այդքան մեծ հույսեր են կապում ընտրության հետ, ավելի շուտ ընտրության արդյունքների հետ, ինչքան հետընտրական պրոցեսների հետ։ Հետաքրքիր է, այդ մասին իդեպ շատ են խոսում, պարոն Բաբայան։ Փորձեմ ասել, թե որտեղից են գալիս այդ իմ կասկածները։ Նախ մենք հաճախակի լսում ենք Ռուսաստանից, ընդ որում մարդկանցից, որոնք զբաղեցնում են կարգին բարձր պաշտոն, պետական ապարատի մեջ, մարդկանցից, որոնք երկար ժամանակ ներկայացրել են իրենց որպես Հայաստանի շահերը հետապնդող, Հայաստանի լավագույն բարեկամ, խոսքը գնում է հենց Սատուլինի մասին, որը մեր համար այդքան էլ կարևոր չի, ասենց ասեմ, կոնկրետ բառ առ բառ տեքստը չեմ կարող վերարտադրել, բայց բովանդակությունը հետևյալն է, որ մեր համար ոչ այդքան կարևոր է, թե ինչպես կանցնեն ընտրությունները, ինչքան կարևոր է, թե ով կդառնա կամ ով չի դառնա ավելի շուտ Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հա, իրենք չեն ճանաչելու, եթե Նիկոլ Փաշինյանը Ինչ է դա նշանակում։ Ուրեմն եթե ասենք, վերցենք իդեալական տարբերակ, Հայաստանում իդեալական ընտրություններ են տեղի ունենում։ Եվ որոնք ճանաչվում են բոլորի կողմից, եւ ձևավորվում է որոշակի իշխանություն։ Ուրեմն մեր հյուսիսային հարևանը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները միայն այն բանի պատճառով, որ ընտրվել է ոչ այդքան հաճելի իր համար անձնավորությունը, հա։ Իսկ ինչ է նշանակում նման պետության կողմից չճանաչել ընտրված իշխանությանը։ Դա դրական է թե բացասական, պարոն Բաբայան։ Դա բացասական է բոլոր պարագաներում, որովհետև չճանաչված իշխանության հետ դու չես մտնում հարաբերությունների մեջ։
դու սկսում ես դա արդեն արտահայտել տարբեր ձևերով։ Բայց հիմա իրենք լավ հարաբերությունների մեջ են ըստ էության։ Ես կարծում եմ իրենք մի քիչ ցենց ասեմ շփոթված հարաբերությունների մեջ են։ Եվ շփոթմունքի առիթը անկեղծ ասած մենք ենք տվել մեր երկար վարած քաղաքականության արդյունքում։ Մենք այդքան երկար ժամանակ գերադասել ենք իրենց շահերը, այդքան երկար ժամանակ պարզապես ամեն ինչում համաձայնվել ենք իրենց հետ, համարելով, որ մեր երկրի եւ ճակատագիրը եւ ուրեմն առաջընթացը կապված է միայն ու միայն այդ երկրի հետ, որ այս վերջի տարիներին ինքնուրույն քայլերը շատ տարօրինակ են ընկալվում իրենց կողմից։ Սպասեք, բաց այն Հայաստանը չէր, ինչ կատարվեց այդ երկրի հետ։ Մոտավորապես եթե մենք պատկերացնենք, որ վաղը հանգարցակի Բելոռուսը սկսի վարել քիչ թե շատ ինքնուրույն քաղաքականություն, նույն ձևի հարցերը կառաջանան Բելոռուսի հանդեպ։ Ուրեմն այստեղ եւս պետք է մենք այսպես ասած որոշակի մեղավորություն ման գանք մեր մեջ, հա։ Մենք ենք թույլ տվել, որ մեզ այդպես նայեն, այդպես մոտենան։ Հիմա դժվար է միանգամից այդպես նկատի ունեք թելադրողի դիրքից։ Ես կարծում եմ, այո, դժվար է, նայեք, եթե մեր հասարակության համար կան որոշակի դժվարություններ, հա, փոխել վերաբերմունք, ասենք թե ռուսական պետական քաղաքականության հանդեպ։ Իսկ ինչու իրենց մոտ չպետք է լինի նույն դժվարությունը փոխել իրենց վերաբերմունքը մեր հանդեպ։ Սա process է։ Պարզապես պետք է ստույգ որոշել, թե որ ուղղությունով ենք մենք գնում եւ հանգիստ անկախ, այսպես ասած, ծայրահեղությունների մեջ ընկնելով շարունակել այդ ճանապարհը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը ուներ մի շատ լավ արտահայտություն, ասում էր դուք երբեք չեք հասնի ձեր նպատակին, եթե արձագանքեք ամեն մի շան հաչոցի վրա։ Սա շատ ճիշտ է։ Ես չեմ ուզում որևէ մեկին վիրավորել եւ շան հաչոց ասելով ես բացարձակապես վիրավորական բան չեմ մտցնում սրա մեջ։ Ես նկատի ունեմ, երբ որ դու ստույգ գիտես, թե որտեղ ես գնում եւ ուր ես ուզում հասնել, քո համար արդեն այդ կողքից սպառնալիքները, վիրավորանքները, հայհոյանքները, զրպարտանքները դառնում են շատ երկրորդական։ Երբ դու այդ ամեն ինչին արձագանքում ես, դու դրանով կարծես թե նսեմացնում ես քո նպատակը։ Քո նպատակը այնքան վեհ է Հայաստանը դարձնել զարգացած երկիր, Հայաստանը դարձնել քաղաքակրթական համապատասխան ընտանիքում գտնվող երկիր, Հայաստանը դարձնել 21-րդ դարի երկիր։ Սա շատ վեհ գաղափար է եւ այն մնացած ամեն ինչ որ կատարվում է քո շուրջ, բացարձակապես նույն նժարի վրա նույն քաշը չունեն։ Ես կարծում եմ, որ ինչքան էլ միգուցե զուտ մարդկայնորեն նաև դժվար է համակերպվել նման եւ զրպարտությունների հետ եւ վիրավորանքների հետ, բայց երբ դու գիտես կոնկրետ ուր ես գնում եւ ինչ բարձր նպատակ ես հետապնդում, այդ ամեն ինչ դառնում է շատ երկրորդական, այդ ամեն ինչը դառնում է ոչ այդքան կարեւոր։ Իսկ վախն ու սպառնալիքի մթնոլորտը, այս սպառնալիք տարածելու այս միտումը, պարոն Բաբայան, նկատի ունեմ սինխրոն եւ Ռուսաստանի Դաշնությունից ենք լսում ամենատարբեր պաշտոնյաներից, ուղիղ Վլադիմիր Պուտինը օրեր առաջ խոսում էր այն մասին, թե հիշեք Ուկրաինայի օրինակ, իսկ ինչ եղավ Ուկրաինայի հետ եւ ինչի, որովհետեւ Ուկրաինան էլ ձգտում էր դեպի Եվրամիություն եւ ներսում էլ ախր ուժեր կան, որ հիմա նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսում են այդ մասին։ Ծառուկյանն ասում է, հիշեք որտեղ եք դուք խոպան գնում։ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ եթե Ռուսաստանի համբերությունը հատի եւ ԵԱՏՄ-ից մեզ դուրս շպրտի, ինչ ենք մենք անելու։ Սամվել Կարապետյանն ասում է, մենք այլ դաշնակից, այլ ընտրանք չունենք որպես այդպիսին տնտեսական դաշնակից ունենալու առումով։ Դա միակը Ռուսաստանն է։ Հիմա այս պարագայում եւ այս խոսույթի պարագայում ինչպես է հնարավոր ճիշտ կողմնորոշվել եւ արդյոք այս խոսույթը կարող է դոմինանտ դառնալ, որպեսզի ընտրողի համար կողմնորոշիչ դառնալ, այսպես ասեմ։
Ես կփորձեմ որևէ կուսակցությանը, որևէ խմբավորմանը, առավել եւս որևէ այդ կուսակցության առաջնորդին որևէ գնահատական չտալ, ձեզ ասել եմ, որտեվ դա պարզապես արգելված է սահմանադրությունով ինձ որպես հանրային խորհրդի անդամ, բայց ասեմ շատ պարզ հասարակ բան, իսկ որտեղ է Ռուսաստանը գտնվում, ինչ վիճակում է գտնվում։ Դրանք, ովքեր քարոզում են լինել Ռուսաստանի կողքին, թող չմոռանան, թող նայեն, թե այսօր Ռուսաստանը որտեղ է գտնվում։ Այսօր Ռուսաստանը հենց ռուսերեն ասած համարվում է իզգոյ երկիր։ Հյուսիսային Կորեայի հետ նույն բանում, Իրանի հետ, բանի հետ, Բելոռուսի հետ եւ մի շարք նման երկրների հետ, աֆրիկյան մի երկիր, որի հետ դեռ 20 տարի առաջ նորմալ հավասարը շփվում էին ամենազարգացած երկրների ղեկավարները, որ ինտեգրված էր համաշխարհային տնտեսության մեջ, կրթական համակարգի, առողջապահական, մշակութային եւ այս ամենը հիմա դեգրադացիայի է ենթարկվում։ Եկեք սրա մասին խոսենք։ Իսկ ինչ ճանապարհով ենք մենք գնում։ Մենք ասում ենք, վայ նայեք, մեր հետ կկատարվի այն ինչ որ արվում է հիմա Ուկրաինայի հետ, դրա համար եկեք մեր երկրի հետ անենք այն ամեն ինչ որ հիմա կատարվում է Ռուսաստանի հետ։ Իսկ ինչ է կատարվում Ռուսաստանի հետ։ 4 տարվա պատերազմ, մոտ միլիոն զոհված վիրավոր մարդիկ, քանդված տնտեսություն։ Ես մեր ասպարեզից կարող եմ ասել, մշակութային լավագույն ներկայացուցիչները արտագաղթել են այդ երկրից։ Լավագույն գիտական միտքն արտագաղթել։ Մենք սա ենք ուզում մեր երկրի համար։ Ընդ որում արտագաղթել է արևմուտքը, ինչը իրենք այդքան եռանդով քննադատում են եւ նաեւ հասկանանք այդ մոլուցքը եւ այդ միտումը, որ արևմուտքը այստեղ է Հայաստանում է, Ռուսաստանից իդեպ նաեւ նման հայտարարություններ են հնչում։ Միայն իր այսպես նեղ անձնական շահերը հետապնդելով, իսկ այդ շահերը Ռուսաստանի դեմ դիմադրություն ցույց տալն է։ Նաեւ ինչու են արևմուտքին փորձում դիրքավորել այդ տեսակետից։ Արևմուտքը արդյոք այստեղ իր շահերը կապված են միայն Ռուսաստանի դեմ որևէ դավադրական, այսպես ասած, ծրագրեր հետագայում ունենալու առումով։ Երբեք պետք չի հավատալ միայն այն բառերին, որոնք ասվում են։ Նրանք իրենց տակ ունեն ենթատեքստ։ Երբ Ռուսաստանը արդարացնում էր իր ագրեսիան Ուկրաինայի դեմ, հիմնականում արդարացնում էր դա նրանով, որ նա պաշտպանում է ռուսալեզու կամ ռուսների շահերը, որոնք ապրում են ուրեմն Ղրիմում կամ այդ արևելյան Դոնբասում, Լուգանսկում ասել։ Իրականում խնդիրը իհարկե ուրիշ է։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի, ռուսների եւ ուկրաինացի կապերը շատ ամուր էին։ Ընդհանուր ընտանիքներ, բիզնեսներ, հազար ու մի բան, մոտավորապես նույն մշակույթը, մոտավորապես նույն լեզուն եւ այլն, սա շատ սերտ կապեր են։ Եվ Ուկրաինան փորձում է, ասենք ասեմ, դառնալ Եվրոպայի մաս։ Ինչ է դա նշանակում Ռուսաստանի համար։ Եթե նահանգից թույլ տար, որ դա արվեր։ Դա նշանակում է ռուսները մշտապես կհամեմատեին իրենց կյանք ուկրաինացիների կյանքի հետ, ինչպես հաճախակի համեմատում են, ասենք թե Լեհաստանի հետ կամ Մերձբալթյան հանրապետությունների հետ։ Եվ ուրեմն կհասկանային, որ խնդիրը ոչ թե մեր ազգային պատկանելությունն է, այլ մոդելը, որը ընտրել է երկիրը։ Ես բազմիցս ասել եմ, կարծեմ ձեր մոտ եմ ասել, բայց չեմ հոգնի կրկնել, երբ որ հաճախակի փորձում են բացատրել երկրի վիճակը սոցիալ, տնտեսական, մշակութային, կրթական, գիտական եւ այլն ազգային պատկանելությունով, ես միշտ օրինակ եմ բերում կորեացիներին։ Մի ժողովուրդ, որ ունի մոտավորապես 3.5-4 տարվա պատմություն, եւ միայն վերջի 60 տարվա ընթացքում բաժանված է երկու մասին՝ հյուսիսային եւ հարավային։ Հարավայինը աշխարհի ամենազարգացած երկրներից մեկն է, ելի նույն բոլոր պարամետրներով, եւ սոցիալական ուրեմն ապահովագրությունով, եւ ուրեմն տնտեսական, եւ գիտական, եւ առողջապահական, եւ մշակույթի, եւ կրթական, եւ մյուսը հյուսիսային ամենաաղքատ, ամենահետամնաց երկիրն է։ Նույն ժողովուրդը, որը միայն 60 տարի է, որ իրարից բաժանված է ապրում։
Ուրեմն խնդիրը այն մոդելի մեջն է, որը դու ընտրում ես։ Հիմա մեզ փորձում են համոզել, որ այն մոդելը, որը կպցնում է մեզ Ռուսաստանի պոչին, արդյունավետ է, որ մենք հայերս իրավունք չունենք ապրել որպես զարգացած երկիր, որ մեր ճակատագիրն է միշտ, այսպես ասած, պոչին կապած գնալ այդ հետամնաց սիստեմի հետևից։ Ինչպես կարող են մեզ համոզել։ Երբ որ կներեք, երևում է, չէ, բացահայտորեն երևում է այդ երկու երկրների, երկու սիստեմի տարբերություններ։ Ուրեմն այն մի բանով, վախով։ Մենք չլինենք դες կուտեն, մենք չլինենք դες կսպանեն։ Էլ չենք ասում, որ այդ սպանությունները, այդ ոչնչացումները, որոնք տեղի ունեցել վերջի, ասենք 200 տարվա ընթացքում շատ ու շատ բանով պայմանավորված են եղել նաև նրանով, թե ում վրա ենք մենք հույսը դրել, որպես փրկիչ մեր կյանքում հանդես գալու։ Իսկ արևմուտքին այդքան, այսպես ասած, բոբոյի կերպար տալը եւ արևմուտքը այսպես փորձելը նվաստացնելը մեր աչքում, սևացնելը ստացվելու է, պարոն Բաբայան, եւ ստացվելու է համոզել, որ արևմուտքը միայն Հայաստանում է, որովհետեւ հետապնդում է, ինչպես ասացի, Ռուսաստանին նվաստացնելու շահը։ Ռուսաստանի տարածաշրջանից դուրս։ Ինչու է արևմուտք։ Կհիշեք նույն Լուկաշենկոն ասում էր, որ Հայաստանը ոչ ոքի պետք չէ, Հայաստանը գնալու տեղ չունի։ Հիմա երբ արևմտյան այդքան երկրների ներկայացուցիչներ եկել են Հայաստան տեղի ունեցել հայտնի գագաթնաժողովը եւ ոչ մեկ ինչու են գրգռվել այդ փաստից, ինչու են օրեր շարունակ փորձում նվաստացնել եւ ասել, որ այդ բոլոր գագաթնաժողովները միտված են Ռուսաստանի դեմ որևէ այսպես հետագա պլաններ կազմելու առումով, Ուկրաինային սատարելու առումով, այստեղ էր նաև Զելենսկին։ Հիմա մի բան կասեմ, գուցե մի քիչ ծաղելի տվա։ Իրականում այո, ուղղված է Ռուսաստանի դեմ։ Ինչու։ Այն ամենը, ինչ որ քաղաքակրթական է, այն ամենը, ինչ որ առաջադեմ է, այն ամենը, ինչ որ մարդկային է, իրականում ուղղված է այսօրվա Ռուսաստանի դեմ։ Եթե կա ժողովրդավարություն, դա ուղղված է Ռուսաստանի դեմ։ Իհարկե ուղղված է, որտեղ Ռուսաստանում ժողովրդավարություն չկա։ Եթե կա խոսքի ազատություն, ուղղված է Ռուսաստանի դեմ, ուղղված է։ Եթե կա ազատ տնտեսություն, ուղղված է, ուղղված է։ Եթե կան բարիդրացիական հարաբերություններ բոլոր երկրների հետ եւ ցանկություն խաղաղության մեջ ապրելու, ուղղված է Ռուսաստանի դեմ։ Ցավոք սրտի, այո, ուղղված է, որտեղ Ռուսաստանը այդպեսին չէ։ Երբ քո, ասենք ասենք, քո բարեկամ երկիրը, ասենք համարենք, Ռուսաստանը մենք բարեկամ երկիր ենք, ապրում է ուրիշ արժեքային համակարգով, քան դու համարում ես, որ դա ուղղված է քո դեմ։ Ռուսաստանը շատ ճիշտ է հասկանում։ Այն ամենը, ինչը չի համապատասխանում իր արժեքային համակարգին, ուղղված է իր դեմ։ Նայեք, ում հետ է ընկերություն անում Ռուսաստանը։ Միայն հիմնականում մոտիկ հարաբերություններ ունի այն երկրների հետ, որոնց արժեքային համակարգը, որտեղ մարդը չի ամենակարևորը, նմանվում է իր։ Եվ ովքեր են Ռուսաստանի համար, որ երկրներն են թշնամի, այն երկրները, որոնք ապրում են ուրիշ քաղաքակրթական համակարգով։ Շատ բնական է։ Մարդիկ են այդպես։ Իսկ պարոն Բաբայան, նույն տրամաբանության մեջ, երբ որ ասում են դուք Եվրոպային հետաքրքիր եք այս բաների համար, իսկ ինչու ենք մենք շարունակում այնուամենայնիվ հետաքրքիր մնալ Ռուսաստանին, որովհետև մենք տեսնում ենք ինչպես ատամներով այնուամենայնիվ փորձում են պահել, բոլոր միջոցները գործադրում են, անգամ ուղիղ միջամտում են ընտրություններին, 102-րդ ռազմաբազայից իթե արդեն ահազանգում են զինվորականները, որ փորձում են իրենց ուղղորդել, ընդ որում հոգևորականների միջոցով փորձում են ուղղորդել ընտրել հստակ ուժի եւ հստակ անհատի, ինչպես հասկանալ նաեւ այս մոտեցումը, ինչու է նաեւ Ռուսաստանին այդքան հետաքրքիր Հայաստանը, նույն Հայաստանը, որի մասին իրենք էլի նույն արտահայտությունը պիտի հիշեցնեմ, այն կարծիքին էին, որ Հայաստանը ոչ ոքի պետք չէ։ Հիմա ինչու ենք մենք իրենց նաեւ այսքան հետաքրքիր եւ ինչու են բոլոր գործիքներով եւ բոլոր միջոցներով փորձում պահել, որպես իրենց, ինչպես իրենք են հայտարարում, ազդեցության գոտի։ Ռուսաստանի համար միշտ ավելի կարևոր է եղել տարածքը, այլ ոչ այն մարդիկ, որոնք ապրում են այդ տարածքում։ Եվ Հայաստանը միշտ ընկալվել է այդ ձև եւ ոչ միայն Հայաստան։ Մենք գիտենք նաեւ ռուս
բարձր պաշտոնյաների արտահայտությունը դեր ցարական ժամանակներից, որ մեզ պետք է Հայաստան առանց հայերի, որ մենք կանենք այնպես, որ վերջին հայը դա կլինի հայի ուրեմն քրտվիլակը Թիֆլիսի թանգարանում եւ նման, որ Հայաստանը դա ֆորպոստ է եւ այլն։ Սա մտածողություն է, այս մտածողությունը ունի իր արմատները։ Ռուսաստանը համարում է, որ նա կռվել է այս հողի համար, այս հողը գրավելով ռուս-պարսկական պատերազմի ժամանակ, զոհաբերելով ռուս զինվորներին, այս հողը իրենն է, առավել եւս մենք էլ ամեն ինչով փորձել ենք այս տարիների ընթացքում ասել եղբայր, այո քոնն է, արի քո սահմանապահներին դիցտե, որտեղ սա քո հողն է, դու պետք է պաշտպանես, քո ռազմաբազան պահի այնտեղ, մենք էլ դեռ կվճարենք եւ դրանով սա կդառնա էքսկլյուզիվ ռազմաբազա, որտեղ նման աշխարհում չկա, որ ինքը երկիրը ֆինանսավորի ուրիշի ուրեմն այդ բանը կառույցը։ Եվ հիմա առաջացել է որոշակի վախ, որտեղ քանի ոտքը գոնե Հայաստանի պարագայում դրված է այստեղ, հույս կա, որ դուք կարողանաս ղեկավարել ամբողջ հարավային Կովկասը կամ պահել գոնե ուշադրության կենտրոնում։ Եվ դրա համար իհարկե կան որոշակի գործոններ, որ քեզ շատ պետք են։ Առաջինը, որ չլինի այս տարածաշրջանում խաղաղություն, որտեղ խաղաղությունը դա նշանակում է Ռուսաստանի բացակայություն, Ռուսաստանի ներկայությունը դա պատերազմ է։ Այսինքն պատահական չէ, որ իրենց հեռուստաալիքներով հիմա ցուցադրվում են տեսանյութեր, ռեպորտաժներ, որտեղ Արցախը կրկին Հայաստանի մաս է։ Իհարկե։ Իրականում սա իհարկե պարզապես շահարկելու հարց է, որտեղ միանշանակ պարզ է, որ դա երբեք եւ չի կարողանալու եւ չի ուզենալու վերադարձնել Արցախը կամ նույնիսկ արցախցիներին այդտեղ, բայց շահարկելու է այդ հարցը։ Շահարկելու այդ հարցը միջև չստեղծվի ռազմական կոնֆլիկտ։ Եվ ռազմական կոնֆլիկտ ստեղծելուց հետո միանգամից կգա երկրորդ հարցը, հայերին փրկելու հարցը։ Եվ այստեղ արդեն գործի կացնում եւ ռազմաբազան եւ ուրիշ ուրեմն օղակները, որտեղ մենք էլի կասենք մեզ պետք է փրկել։ Ինչպես դարել։ Ով գցեց այս վիճակի մեջ, արդեն չի խոսացվի դրա մասին։ Կմատնեն այստեղ զորքերը միանգամից փրկությունից հետո կմոռացվի Ղարաբաղի հարցը, բայց արդեն կամրանա այստեղ հարավային Կովկասում Ռուսաստանի սապոգը։ Ինչքան երկար դա կտևի, չեմ կարծում, որ շատ երկար, որտեղ այն տենդենսները, որոնք տեղի ունենում եւ մեր տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում, մի քիչ ուրիշ ուղղությամբ են գնում։ Սրանք վերջին ճկերն են, այսպես ասած, փորձել ինչ որ ձևով վերականգնել այս կայսրությունը։ Չի ստացվում դա անել ոչ տնտեսապես, ոչ մշակութային, կրթական, գիտական ձևով։ Ուրեմն դա կարելի է անել միայն սպառնալիքով եւ ուժով։ Հիմա կարողանանք մենք այդ ամեն ինչի դիմադրել։ Կարծում կարողանանք եւ այստեղ խնդիրը ոչ թե իշխանությանն է կամ ընդդիմությանն է, այստեղ խնդիրը մերն է, հասարակությանն է։ Մենք կուզենք ապրել ազատ շնչելով որպես պետություն, մենք կուզենք ապրել արժանապատիվ որպես քաղաքացիներ։ Մենք հասկանանք, որ մենք մեզանից ինչ որ բան ենք ներկայացնում, որ մենք կարող ենք այդ երկիրը զարգացնել։ Թե մենք էլի կասենք, մենք խեղճ ենք, ոչ մի բան չենք ներկայացնում, մեր լավագույն զավակները կմեկնեն այս երկրից, կգնան ուրիշ երկրները կծաղկացնեն, մենք էլ կուրախանանք հեռուստացով կնայենք, ինչպես հայերը տարբեր ուրեմն բեմահարթակներում հաջողություններ են հասնում ու կասենք, վայ, նա տեսնում եք, բայց նա ազգությունով հայ է, նա ազգությունով հայ է, իսկ հայաստանցիները ուր են։ Մենք կարող ենք հայաստանցիներով կրել այն ամբողջ, ասենք ասեմ, մեծ հասանելիք փառքը, որին մենք արժանի ենք, բայց որպես հայաստանցիներ ու այդպես ներկայանալ աշխարհին։ Ես համոզված եմ, որ մենք դրան արժանի ենք եւ մենք դա կարող ենք անել։ Այստեղ պետք է պարզապես շատ հասարակ բան հավատալ սեփական ուժերին, չդառնալ որևէ մեկի ձեռքին գործիք եւ հավատալ եւ անել ամեն ինչ։ Ոչ թե տալ այն հայտնի հարցը, որը միշտ մենք տալիս ենք իրար, սրա վերջը ինչ է լինելու, վերջ չկա, կա ընթացք,
Վերջ գոյություն չունի։ Կյանքը վերջ չունի։ Մարդու կյանքը վերջ ունի, բայց կյանքը ընդհանրապես վերջ չունի։ Ուրեմն սա ընթացք է, եւ ինչքան դու այս ընթացքը լցնես դրական բովանդակությունով, այդքան քո զավակները ավելի դրական կտանեն եւ մի բաներ կավելացնես։ Ինչքան դու սա կլցնես ողբերգական բովանդակությունով, այդքան դու կշարունակես այդ փակուղային ճանապարհը քո ժողովրդի համար։ Իդեպ Երևանյան երկխոսության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքիր հայտարարություն արեց, պարոն Բաբայան, ասաց, որ Հայաստանի աշխարհագրությունը փոխվել է, հետո մեկնաբանեց, որ ոչ, տեղը չի փոխվել աշխարհագրության, բայց աշխարհագրությունը փոխվել է, մենք այլ կերպ ենք ընկալվում։ Մեզ պարբերաբար ասել են, որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհագրական դիրքում, մենք սեփ ենք։ Հիմա կարծես թե ընկալումը փոխվել է, եւ ընկալումը, եւ մոտեցումը, աշխարհը մեզ չի ընկալում այդպես։ Ինչու՞։ Արդյոք աշխարհի աչքերում մենք կարողացանք, այսպես ասեմ, այսքան արագ տրանսֆորմացվել սեպից դեպի խաչմերուկ։ Որն է դրա գաղտնիքը։ Այնուամենայնիվ մեզ տարիներում Ես ասեմ որն է գաղտնիք չկա, որտեվ ես անձամբ 20 տարի շարունակ ասում եմ, որ մենք հոյակապ տեղում ենք ապրում։ Մենք հրաշալի տեղում ենք ապրում։ Սենց ասեմ, տեղի լավ լինելը, տեղի ուրեմն ոնց ասեմ, դրական կողմը կապված է նրանից, թե մենք ինչպես ենք ընկալում այստեղը։ Վերջը Ճապոնիան կարող է ընկալի, որ շատ վատ տեղում է ապրում։ Թե ճապոնացիները։ Մի կղզի հետ այնտեղ ցունամի է լինում, չգիտեմ, ամիսը 2-3 անգամ, բայց արի ու տես աշխարհի ամենազարգացած երկրներից է, հոյակապ տեղում է ապրում։ Հոյակապ տեղ են ապրում ճապոնացիները, ու նույն ձևի տարբեր երկրներ։ Ինչ բովանդակություն ես դու լցնում, սա հրաշալի տեղ է, սա խաչմերուկ է։ Խաչմերուկը հոյակապ տեղ է, դու եւ արևելքից կարող ես վերցնել ամենալավը, եւ արևմուտքից, եւ հարավից, եւ հյուսիսից։ Առավել եւս որ մեր մշակույթի մեջ, մեր մտածողության մեջ այդ բոլոր հարստությունները կան։ Մեր մատենադարանը դրա լավագույն ապացույցն է։ Եվ երբ որ ասում են մենք պետք է գնանք ինչ որտեղ Եվրոպա պետք է գնանք կամ չպետք է, մենք Եվրոպայի կենտրոնում ենք գտնվում։ Արևելյան քրիստոնեությունը այստեղ է ծնվել։ Մենք երբ որ ասում ենք մենք առաջինը ընդունել ենք Քրիստոսը, սա բան չի, սպորտային վազք չի, սա ինչ որ իմաստ ունի, չէ։ Եկեք նայենք ինչ է կատարվում, ինչ տեղում ենք մենք գտնվում, ինչ ժառանգություն ենք մենք կրում, ինչ ենք մենք միայն բացասական բաները, որոնք կան բոլոր ժողովուրդների պատմության մեջ, ասենց ուրճացնում եւ մատուցում։ Բայց ինչքան դրական բան կա, ինչքան բան ենք մենք տվել աշխարհին, ինչքան բան ենք մենք վերցրել աշխարհից։ Սա էլ է խաչմերուկի հատկություն, եւ տալ եւ վերցնել։ Եվ հիմա եթե մենք սկսում ենք դա օգտագործել, եւ եթե սահմանները կարողանանք բացել եւ ավելի լավ օգտագործել, իսկ սահմանների բացումը սա միայն տնտեսական, այսպես ասած շահ բերող երևույթ չի։ Սա, ասենք ասեմ, սա հորիզոնի բացում է, որտեվ երբ որ դու մտածում ես, ասենք ասեմ, պլանետարական մասշտաբով, դու մի քիչ ուրիշ ձև ես մտածում։ Երբ որ դու մտածում ես մենակ այս փոքրիկ բառը, փոքրիկը մեր երկիրն է, 29000 քառակուսի կիլոմետր, բայց մտածողությունը պետք է երկնագնդային, որտեղ այս 29000-ը գտնվում է այս երկնագնդում եւ կարեւոր տեղ է գտնվում, եւ իր կարեւորությունը, իր կարեւորության չափաբաժինը կապված է մեզնից։ Ոչ մի ուրիշ երկիր, լինի դա Ֆրանսիա, Գերմանիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Պարսկաստան, կարևորություն չի տա։ Կարևորությունը մենք կտանք եւ իրանք կգնահատեն։ Ուրեմն մեկ դեպքում ամեն ինչ։ Եվ քանի որ քարտեզից խոսեցիք, չափսերից գիտեք, քաղաքացիական պայմանագիրը վերջին օրերին նաև այդ սիմվոլիկ քարտեզներն է բաժանում, եւ ընդդիմությանը դա զայրացրել է, որոշ ուժեր ասում են, որ ինչպես կարելի է քարտեզը այդպես պատկերել, բաժանել մարդկանց, իդեպ դա ներկայացնում են որպես թխվածքաբլիթ, մարդիկ ուտեն քարտեզը եւ այսպես շարունակ, այն դեպքում, երբ դա թխվածքաբլիթ չէ։ Այնուամենայնիվ, այդ վերաբերմունքը նաև մեր քարտեզի, մեր սահմանների նկատմամբ փոխվել է, պարոն Բաբայան, կամ արդյոք պիտի փոխվի, որովհետեւ
մենք կարծես թե այդ մասին շատ է խոսվում։ Եղածը չենք տեսնում եւ անընդհատ ասում ենք, որ մեզ պարփակում են այսքանով, Արդյոք մենք եկել ենք այն գիտակցությանը, որ սա է մերը եւ մենք գնահատում ենք, սա շատ հոյակապ տեղադիրքում է աշխարհագրական եւ հարևանների հետ պետք է ի վերջո համագոյակցության պայմաններ գտնել։ Կամ սա է մերը, կամ մենք ընդհանրապես չունենք։ Որտեվ եթե սա չի մերը, ուրեմն մենք պարզապես պետք է լինենք որևէ երկրի գաղութ եւ ուրախանանք, որ մեր ազգային ակումբներում կախում ենք մեծ ուրեմն հայկի քարտեզը եւ դրանով ուրեմն ամեն կիրակի օր նարդի խաղալով ուրեմն հրճվում ենք, որ այս տեսակ տարածք է ունեցել Հայաստանը այս դարում կամ այս դարում։ Բերեմ հաճախակի օրինակները բերում են այդ երկրի հետ, բայց մի լավ օրինակ կա։ Իսրայելը, Հրեաստանի սահմանները եւ Իսրայելի սահմանները։ Իսրայելը 10,000 քառակուսի կիլոմետր է։ Եղած չեղած։ Ընդ որում երկիրը սկսել են կառուցել անապատներում, որտեղ ոչ մի բան չկար։ Եվ բնակչությունը եղել է, եթե չեմ սխալվում, երբ որ Իսրայելը հռչակվեց որպես անկախ պետություն, մոտավորապես 600,000 թե 500,000 մարդ։ Հիմա այնտեղ մոտ 10 միլիոն է ապրում։ Ինչ էին անում, երկիր էին կառուցում։ Կարող էին չէ քարտեզը կախել մեծ Հրեաստանի եւ ասել, այս ժամանակին մենք Հերովդեսի ժամանակ ունեցել ենք այս տեսակ պետություն եւ այլն եւ այլն։ Հրճվենք, ներկայացումներ բեմադրենք, շատ լավ է, այդ ամենի պատմություն է, բայց իրականը սա է։ Եվ եթե դու հասկանում ես, որ իրականը սա է, դու սրան տեր ես կանգնում, որտեվ սրան ի տարբերություն սրան պետքա տեր կանգնել։ Սրան տեր կանգնել պետք չի, սրան պետքա պարզապես գեղեցիկ նկարել։ Ու ամբողջ օրը ցույց տալ եւ հրճվել, թե ինչ մեծ պետություն է։ Սա պետք է մշակել, սա պետք է բանանել, հետևել սրան, մաքրել, կեղտոտ չպահել, սիրել ես հողը, սիրել Հայաստան, կառուցել, ընդ որում կառուցել սահմաններից սկսած, ոչ թե միայն կենտրոնում, որտեղ երկիրը սահմաններից է սկսվում, երկիրը Բերդից եւ Ագարակից է սկսվում, այլ ոչ թե Երևանի ազատության հրապարակից, որտեղ կարելի է ցույցեր անել եւ համարել, որ երկրի հարցերը լուծում ես։ Սա process է, կարծում եմ մի քիչ գուցե դանդաղ մեզ մոտ գնացող, բայց իրականում առավելևս սերունդ ավելի լավ գիտակցվող, որտեղ արդեն գալիս են սերունդներ, որոնք ծնվել են անկախ պետությունում, որոնց համար սա մեծ արժեք է, բայց երկար ժամանակ հայերը հակուցրի տված ամբողջ աշխարհում ապրել են ուրիշ արժեքներով, որ երկիրը միայն կարող է լինել երկիր, եթե մենք երկրի պատմական չափերով ենք մտածում, այդ դա հայրենիք է, թե չէ սա ինչ հայրենիք, ոչ թե սա ինչ հայրենիք, եթե դու արժանի չես սրան, դու արժանի չես ոչ մի բանի, եթե դու արժանի ես սրան, եթե դու քո երկիրը դժոխք չես դարձնում, այլ փորձում ես դրախտ դարձնել այնպես, ինչպես դու դա ժառանգել ես Աստծուց, որտեղ այս ամբողջ երկնագունդն է դրախտ, որը մենք կամ դրախտ ենք պահում, կամ դժոխք ենք դարձնում։ Դու մեկ էլ տեսնում ես, որ քո երկրի սահմաններն էլ են մեծանում, որտեղ հայը կարող է գնալ ապրել որտեղ կուզի, զարգացնել իր մշակույթը, նաև իր պատմական Հայաստանում։ Եվ անպայման չի կռվով փորձել հասնել ինչ-որ բանի, առավել ևս, որ դա քեզ չի հաջողվում, առավել ևս, որ դու փորձում ես մի շատ վատ բան կիրառել, դու փորձում ես քո հարցերը լուծել երրորդ կողմի միջոցով, սա շատ վատ է, այդ տղա կանչելու հոգեբանությունը ես ուժ չունեմ, բայց ես կկանչեմ ուրիշին ու նա կլուծի իմ հարցերը, չի լուծի նա քո հարցերը, մեր սեփական հարցերը կլուծի քո հաշվին, եւ մենք դա տեսնում ենք վերջին 100 տարվա ընթացքում, եթե ոչ ավել, մշտապես, եւ շարունակում ենք տղա կանչել, շարունակում ենք ասել, թե կգա մի պահ կլուծի այդ հարցերը եւ մենք դեռ կստանանք մեր փայը, չես ստանա, կկորցնես այն ինչ որ ունես։ Այս ընտրությունները նաև դրա մասին են, պարոն Բաբայան, որ մենք ինքնուրույն ենք դառնում, թե այնուամենայնիվ կանչում ենք այդ տղային։ Այս ընտրությունները շատ ճակատագրական են, երբեք նման հարց չի դրվել։
Կոպիտ ասած, պարզ ասած շատ պարզ ընտրություններ են, որ քաղաքակրթական դաշտում ես դու քեզ տեսնում։ Մեկ, եւ դու տեսնում ես սա որպես անկախ պետություն, թե որպես գաղութ որևէ երկրում։ Դա էլ երկու։ Եվ սա նաեւ մեր, ասենց ասեմ, եկեք չմեղադրենք որևէ քաղաքական ուժի, որտեղ քաղաքական ուժերը եթե չունենային աջակցություն հասարակության որոշակի շերտի կողմից, նրանք պարզապես չէին լինի։ Ուրեմն մեր խնդիրը հասարակության հետ աշխատելն է։ Մեր խնդիրը հասարակությանը ցույց տալ, որ ազատ լինելը, ազատ շնչելը շատ ավելի կարևոր է, քան ձեռքը ողորմածություն համար պարզած մանգալը։ Ձայն ծախելը, խիղճ ծախելը, պատիվ ծախելը, դա ամեն ինչ ծախելա, չէ՞։ Բայց շատ ավելի լավ է, երբ որ դու վաճառում ես քո տաղանդը, քո աշխատասիրությունը, քո գիտելիքները, ու դրանով դու ազատ մարդ ես։ Իսկ եթե դու քեզնից որևէ բան չես ներկայացնում, ինչ ես սկսում վաճառել, քո ձայնը, որը ստանալու համար դու իրականում մատին չես խփել։ Եվ դրա համար ես ունեմ մի առաջարկություն, կարծեմ մի անգամ արել եմ արդեն, անկախ նրանից, թե ինչպես է տեղավորվում քրեական օրենսգրքում այդ կաշառք տալը, կաշառք վերցնելը եւ այլն, կարծում եմ, եթե իհարկե դա հաստատված է դատարանի որոշումով, նրանք ովքեր վերցնում են կաշառք, առնվազն 10 տարով պետք է զրկվեն քվեարկելու իրավունքից։ Դու քեզ դրսևորում որպես երկրի քաղաքացի։ Երկրի կողմից ստացված քվեի իրավունքը, որը քեզ տրված է, որպեսզի դու քեզ գաս երկրի տեր, դու վաճառում ես։ Սա մեկ, եւ երկրորդը այն քաղաքական ուժերը, որոնք դիմում են նման քայլերի, եւ էլի դատական որոշումով չեն դատապարտվում, եթե իրենց անունից արվել է նման ուրեմն գործ, եւս պետք է զրկվեն ներկայանալ երկիրը ղեկավարելու, այսպես ասած, ակնկալիքներով այդ ուրեմն ցանկություններով։ Կարծում եմ շատ տրամաբանական է։ Երկիրը պետք է դուրս գա ոչ թե միայն այդ քրեական պատժվող ուրեմն օրենքների խախտման սահմաններից, մտածողության, ձայն վաճառելը, երկիր վաճառելը, այլ ոչ թե պարզապես փող մուրալ, փող վերցնելն է։ Շնորհակալ եմ, պարոն Բաբայան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցակիցս Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էր։ Կհանդիպենք։